Այսօր սահմանի վրա դուք մնում եք ձեր երեխերքով, ձեր ընտանիքով, կարիք ունեք ուշադրության, վերաբերմունքի, հույսի, լույսի, հավատի, որ լավ է լինելու։ Երոց մարդիկն են սահմանի վրա իրենց ընտանիքով մնում, իրոք պետք է պայման ու հնարավորություն լինի, երաշխիք պետք է լինի, պետք է արտոնություն լինի, եթե մարդ չի թողում գնա Երևանին մոտ, այլ մնում այդ մարդիկ պետք է տարբերվեն, գույքարկը պակասացնեն, պարարտանյութը անվճար տան, սերմը տան, մեխանիզմ տարբերություն պետք է լինի Երևանի շրջակա տարածքներում եւ մեկ էլ սահմանի վրա, որ մարդ այսօր եւ սահման պահողն է եւ ժողովրդին կերակրողն է։ Այսքան ես արել դրել եմ, ստեղծել եմ իմ երկրում, ստեղ ծնվել եմ, մեծացել եմ, կայացել եմ, բանվորի ընտանիքից արել եմ, որովհետեւ երազանքս եղել է։ Կարամ ամիսը 3000 ռուբլի փող վաստա։ Սա գիտեն, ոնց եմ առաջի 100,000 ռուբլին աշխատել, 20 եմ աճացրել։ Գիշեր-ցերեկ աշխատել եմ։ 140 կիլոանոց տղայի դարել եմ 85 կիլո է ժամանակ։ 4-5 հատ եմ դրել, գումարներ հավաքվել է, դրել եմ արդեն կոշիկի արտադրություն, հացի փռի մեջ եմ դրել, հետո դրանից հետո կալգոտքի, կոշիկի արտադրություն, օղի արտադրություն, ամեն ինչ եղել է։ Այնպես որ մարդուն պետք է հնարավորություն տա։ Իմ ամբողջ կյանքը աշխատելով, ստեղծելով, կառուցելով, օգնելով, ցանկացած ոլորտ, ինչ ասես արել եմ, իմ խղճի առաջ, Աստծո առաջ։ Բայց այսօր նայելով որ ապագա չկա, լույս չկա, հույս չկա, խեղճացած, ես եկե հանդիպում եմ ժողովրդի հետ։ Էլ եմ ասում, ձեր ցավը տանեմ, կտակ իմ թիմին ձայն, ինչ որ ասեմ մի 10 անգամ ավելի շատ կանենք, փորձն էլ կա, կապն էլ կա, հնարավորությունն էլ կա, ցանկությունն էլ կա։ Չեք տա ձեր ցավը տանում։ Էլի ձեր ծառուկան եմ, աղբե ջան, պատրաստ եմ, ում կտակ, տվեք, իմացեք, դրանից հետո իրանց եք պահանջելու, ձեր եղու ապագայի հարցը։ Պարոն Ծառուկյան, Ասակույն ջան։ ես ծանոթ եմ ձեր առաջարկ Հայաստանին ծրագրին, եւ դու կարող եք միայն փրկել մեր հայրենիքը քաոսից, այլապես երկիր չենք ունենա։ Մենք ուզում ենք որ 5 դառնա վարչապետի տեխնացու։ Որտեղ լավ անցած ուղի ունի։ Ժորժան, տեխնացուներ կան, որ հիմնական ապագայի վարչապետներ, որ դրսից էլ կա, ներսից էլ կա, որ կարա այս ծանոթության տակ մտնի, աշխատանքով կազմակերպչական լուծի։ Ես իմ հարցը չեմ ասել, որ կան Ծառուկյանը ուզում է վարչապետ դառնա ժողովուրդ, ընկելա փողոց գյուղ ձայն հավաքում։ Ձեր ցավը տանեմ, ասում եմ ամենակարևորը վստահ եղեք, ամեն ինչ այնքան լավ է լինելու, որ օր-օրի մարդը զգալու է։ Տեխնիկա չկա գյուղերում։ Ոնց պետք է վարենք, պարոն Ծառուկյան։ Սահմանամետ չունենք ապրում, ճանապարհ չունենք։ Բասավորն ասում է, սա ճամփեքը փայլուն է, Որ ասել է թող ամետ նայելի։ 50 միլիոն որ դրվի, 50 միլիոն դոլար։ Ամբողջ մեր մարզերին, եւ ոնց որ առաջ կար մեխանիզացիայի կենտրոններ կար, չէ՞։ Մարդկանց էժան չափով որ թեթևակի մարդը շահույթով վճարի մայք վարել ինչքան է 20,000 թե 25,000։ 35 կիլոմետր վարում են։ Դրա համար ասում են, որ պետք է հատուկ սալյարկեներ լինի, որ բերեն, որ դա մեջ շահույթ չառնեն, մեխանիզացիան պետք է լինի, 10 մարզատ, ոչ թե այս 100-եր, այն փուճուր տրակտորները, այն գիրով 6-երից բնեն ամեն մարզում, թող 10 հատ 20 հատ լինի, վարեն, ցանեն, հավաքեն, կազմակերպեն, համ խորը կվարի, համ բերքը շատ կլինի, այդ ձեր ցավը տանը։